Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, ես էլ եմ լավ, սկսում ենք նոր վլոգ, այսօր երկուշաբթի է, արձակուրդներն ավարտվեցին, հանգիստը վերջացավ ու այն որ ես ասում եմ վաստակած արձակուրդ, հիմա պետք է գնանք աշխատանքի, որպեսզի կրկին վաստակենք մեր արձակուրդը, քիչ ամպոմած, ամռայլ եղանակ ու ինչպես հասկացաք, ես ոտքով եմ ավտոբուսով եմ գնալու աշխատանքի, քանի որ ամուսնուս աշխատանքի ժամերը հիմա արդեն էլ չի համապատասխանում իմ աշխատանքի ժամերին, դրա համար ես ոտքով եմ գնալու աշխատանքի, մտա խանութ, շատ աղմկոտ է, մտա խանութ բժշկիս համար կակաչներ էլ վերցրեցի, բժշկուհուս կակաչներ էլ վերցրեցի, քաղցրավենիք էլ դե Հայաստանից բերել էի ու սենց քաղցր բարձր տրամադրությամբ գնում եմ աշխատանքի հասա արդեն ավտոբուսի կանգառ երեխաները գնացել են Վիտոն գնացել է դե լավ քանի որ գիտեմ այստեղ շատ աղմկոտ է այս ճանապարհը դրա համար էլ շատ չխոսեմ ընթացքում կմիանանք հասել եմ արդեն կանգառ մի փոքր տանից շուտ էի դուրս եկել մտածելով որ միգուցե այս մի խանութում չլինեն կակաչներ դիմացի խանութից գնեմ բայց քանի որ կային ու այնպես ստացեց որ 10 րոպե շուտ եմ այստեղ բայց դե խնդիր չկա կնստեմ կսպասեմ այնքան էլ ցուրտ չի այդպես հասել եմ, իջել եմ հետևի մուտքով պետք է մտնել ու ինչ ամպած է, ինչ մռայլ եղանակը Վերջ սիրելիներս այսօրվա երկուշաբթին աշխատանքային օրը համարում ենք ավարտված գնամ տուն տեսնեմ երեխեքս ոնց են արդեն ժամը 7:00 է ոնց են ինչ են անում Վիտոն մի քիչ ավելի շուտ է եկել տուն ասեց Սոյական դասերն էր անում, գնամ, տեսնենք ինչ, վաղը կրկին կմիանամ։ Բարի լույս սիրելիներս, արթնացել եմ երեխաներիս ճանապարհել եմ դպրոց ու հիմա էլ իմ հերթավիտոն էլ է գնացել, ես էլ բարձրացա մի փոքր մազերս հարդարեցի, այս սանրվածքը այնքան հեշտ է, իմ համար այնքանով է հեշտ, որ շատ արագ մի հատ այսպես ուղակի վրայով անցնում ես ու արդեն հարթ է, ասել էիք, որ ցույց տայի, չնայած շատ եմ ցույց տվել, մազերս երբ որ լվանում եմ, մի փոքր չորացնում, շատ արագ ինքը ֆենով, գիտեք արդեն, մենք արդեն երևի 3 տարուց ավել է, դա այսօր ենք օգտագործում, բայց դա էլ նշանակություն չունի, ուղղակի երևի առավելությունը այն է, որ ինքը շատ արագ է չորացնում, թե չէ չգիտեմ, չորացնում եմ շատ արագ ու հետո չեմ հարթուկում այդ ժամանակ, երբ որ արդեն պետք է տանից դուրս կամ, այսինքն երբ որ երեկոյան լվանում եմ, չորացնում եմ, թաց մազերով չեմ քնում, իսկ առավոտյան ուղղակի հարթուկով, այսպես հարթուկ ֆենով հարթացնում եմ, դա էլ եմ ցույց տվել, ես որն եմ օգտագործում Remington-ի, բայց էլի ցույց կտամ, հարթացնում եմ ու վերջում մեկ անգամ էլ ուղղակի ֆենով այսպես անցնում եմ, որ շատ նստած չլինի ու վերջ ընդամենը 5 րոպե է տևում այսքան ասածս ու թարմ, այսպես թարմ սանրվածքը ունենում ենք Այդպես դե լավ գնացի Առիթից օգտվելով պետք է նշեմ, որ ավտոբուսները շատ հարմարավետ են, կա հեռախոսները, տաբլետները լիցքավորելու համար այսպիսի հարմարանք, շատ մաքուր, խախանդ, լուռ, մի խոսքով դժգոհ չեմ Վերջ մտա երեխաներիս ցանկությունն էլ կատարեցի, խաղող իրենց իրենց կոնֆետներն ու թարմ հաց ու տեսեք ով է ինձ դիմավորում Էլեն բինգոն Էլենը հանել է բինգոյին զբոսանքի
Տեսնենք լնատ ռեակցիան։ Տեսել է, արդեն տեսել է։ Այո, իջակու։ I see you. Ինչու ես եկել, մանգալու ես եկել։ Մի դժվի, գնացինք, արի։ Հե, բինգո, գնանք տուն։ Սիրելիներս, հասել եմ տուն ու միանգամից անցել եմ աշխատանքի, այստեղ ունեմ պարագաներ, որ պետքա տեղավորեմ պահվող ամանների մեջ։ Վերջ սիրելիներս, այսպես պահեստավորեցի, հիմա ամենքից մի փոքր կլվանամ վաղվա համար, այսինքն վաղ այս 2 օր մնաց էլի դասերին, որ տանեմ հետները դպրոց, այս կգնա, որ թողեմ, միանգամից կուտենես, այնքան շատ եմ սիրում։ Իսկ սա էլ վաղվա կդնեմ հիմա սառնամ, վաղը երեխաների մեջ կբաժանեմ ու այս սրանով էլ փոքրիկ էլ մի քանի հատիկ էլ ես կտանեմ ընդմիջման համար խաղող ու մի փոքր էլ նուշ։ Ո՞նց ես։ Դասից եմ։ Սիրելիներս, քանի որ հիմա արդեն գարուն է ու շների մոտ մազաթափության շրջան է սկսվում, ճիշտ է բինգոն այդքան շատ մազ չի թողնում, բայց գնել ենք պատվիրել ամուսինս եկել է 2 օր, բայց չեմ հասցնում փորձարկել, չեմ էլ բացել, այսպես գոլոշիով սաներ է ինքը, որ ջուրը լցնում ես, հետո ինքը սեղմում ես, գոլոշիով սանրում ես, որ մազերը ինքը չթռնի ու ամբողջը հավաքում է վրան, ավելի հեշտ է լինում։ Սա մի հատ բացենք։ Ահա, այսպես, այս տարանա, որով պետքա ջուր լցնենք մեջը, հենց այսքան է տարողությունը, այս որպեսզի լիցքավորենք, լիցքավորման լաժն է, այս այստեղից է լիցքավորվում։ Մի խոսքով ջուրը լցնում ենք ու հետո միացնում ենք ջուրը, միացավ, սեղմում ենք ու ինքը եթե կա արդեն ջուրը մեջը գոլոշի է տալիս ու այստեղից սանրում ենք այսպես։ Մի խոսքով կփորձենք միասին։ Բարի լույս սիրելիներս, ողջույն։ Ինչպես վերջին մի քանի օր է, այսօր էլ մեզ մոտ շատ անպած եղանակ է, անձրևում է, ինչպես միշտ բոլորին ճանապարհել եմ ու վերջինը ես եմ գնում տանից, գնամ աշխատանքի, չնայած մի կողմից սիրում եմ, երբ որ աշխատանքի եմ ու եղանակը այնքան էլ տրամադրող չի գործանելու, որովհետև երբ որ աշխատանքի եմ, տենում եմ ասենց արև պայծառ ու ես ներսում եմ մտածում հիմա կարող էի լվաց կանել ու դրսում փռել, կարող էի արդեն այն անկողնային ձմեռային պարագաները լվանալ ու դրսում փռել, չորացնել երեխաների հաստ վերարկուները, լվանալ, չնայած որ չորանոցում եմ չորացնում, բայց արևի այդ չորացրածը ուրիշ է, կամ ապակի կմաքրեի, կամ այս կանեի ու մի տեսակ ինձ տանջում եմ, բայց երբ որ անձրևս եմ հալավ մնա այդ տունը ինչ պետք է անեի, մեկա տնային գործեր էի անելու, դե լավ է, այդպես սիրելիներս հիմա գնամ ավտոբուսից չուշանամ, չնայած որ ես միշտ շուտ եմ դուրս գալիս, գնամ մի հատ պետքա action մտնենք ամուսնուս հետ, բայց այդ չգիտեմ, այսօր ես մի փոքր շուտ կգամ իրենից տուն, հետո տրամադրություն կունենա կամ հոգնած չի լինի ու ինձ նորից հետ կտանի թե չէ, բայց պետքա գնանք, որովհետև մաքրությանը վերաբերվող պարագաներս ամբողջությամբ սպառվել են, բայց որոշել եմ այս անգամ էլ ինչ որ չեմ տրվելու թանկարժեք մարկաներին ու գնելու եմ action-ից ամեն ինչը, քանի որ մենք այնտեղ բանի համար էլ, օրդինացիայի համար էլ գնում ենք action-ից ամեն ինչը ու այն ամենասովորական ապակի մաքրող հեղուկից մինչև արտաքին այդ մակերեսները մաքրող, բաղնիկ զուգարանի ամեն ինչի շատ լավ է մաքրում ու երբ որ կրկնակի անգամ էժան է, քան ինչ որ ես էի գնում մանավանդ երեխաների մոտ վերևում այնքան շուտ է վերջանում, որ ամեն ինչին իրանք շատ են օգտագործում ու մի խոսքով կարիք չկա ինչ-որ թանկարժեք բաներ գնելու, մաքրում է միևնույնն է, չնայած որ ես խոհանոցը, գիտեք, խոհանոցում թեյնիկները, ինչ-որ եթե բաներ կա, լվանում եմ
քացախով ու կարևորը դա է, որ քացախով եմ լվանում, իսկ դե մնացածը բոլորն էլ նույն քիմիական նյութերն են, մեկը մի քիչ ավելի թանկ, մեկը մի քիչ ավելի էժան։ Կգնանք միասին, Action-ից կգնենք այդ պարագաները ու մաքրություն կանենք, բայց դե երևի շաբաթ-կիրակի օրը հազիվ հասցնենք։ Շաբաթ-կիրակին հանգստանալու համար է, բայց դե ով է հանգստանում։ Այդպես լավ։ Գնացինք։ Այս ռել եկել եմ ավտոբուսից իջա։ Եմ պենի գնումներս անեմ, մինչև վիտան հասնի։ Դուրս է եկել աշխատանքից։ Ստացի չգնամ տուն, մինչև գնամ նորից կանգուշ կլինի։ Դժվար ասել ինձ վրա կարիեր։ Չեկավ հասավ։ Պենից դուրս եկանք ու հիմա գնում ենք Action։ Գնանք շատ արագ, ճիշտ է երկուսս էլ հոգնած ենք, բայց դե որ եկել ենք։ Մի անգամից մի քանի այդ լվացող պարագաներ էլ գնենք ու նոր գնանք։ Ձուկ վերցրեցի, երևի չնայած առավոտ աղացած միս էի հանել, որ գնայի պիլմեններ սարքեի, պիլմենի սարքեի, բայց երևի ձուկ դնենք ջեռոց։ Իսկ գնամ տեսնեմ, որը ավելի հարմար երեխեքի հետ մենք քննարկենք։ Ոյ, հասանք։ Սրանք այս մեր սիցկրուպերից է, ստեղից էին էլի առար, ոնց ես տարի սրանք էլ է շատ լավ ես ճաճանակները նութերի, բայց դերը չեմ կամ անտարբերանցնեմ գերնական պտեսների կողքով Մինչև հասանք Էլենս արդեն տոպրակներով կանգնած է, մոռացել էին տոպրակ տանենք, հանցից էլ չառով դվենքան տոպրակ ունենք տանը։ Հավես, թագուհիս։ Հավես։ Հասանք տուն ու միանգամից որոշեցի պելմեններ պատրաստեմ ու քանի որ Էլենս ու Անգելինաս էլ արդեն հաց էին կերել, դե իրենք պահքի մեջ են, որոշեցի սա ամենահարմար տարբերակն է Ալենի, Զոյկայի ու ամուսնուս համար։ Զոյկայի ճանապարհեցին գնաց։ Դեմել տարավ բինգոյին մանտա, ինչ եղանակում բաց։ Այ Գնանք սուրճ չխմենք, որ մենք էլ դուրս գանք։ Այքան։ Սաղ ծեղ կլնես, արի, բինգո, արի։ Դուրս եկա գնում եմ, նենց ուժեղ անձրև է գալիս, իսկ ես ու անձրևանոցն էլ իրար հետ չունենք, չեմ սիրում անձրևանոց պահել, Այ, բայց հիմա արագ կհասնեմ կանգար։ Սիրելիներս, այսօր ուրբաթ է, շուտ եմ եկել աշխատանքից, մինչև 12-ն էի ու այդ նշանակում է, որ ժամանակ ունեմ համեղ պատրաստելու ընտանիքիս համար, նույնիսկ հացն եմ որոշել ինքս թխեմ, մատնակաշք թխեմ։ Այստեղ լցրել եմ դրոժը ջուրը, մի քիչ թող բան լինի, որովհետև թաց խմորիչ էր ինձ մոտ, հեսա կսկսեմ։ Այստեղ էլ բերել եմ կարտոֆիլը, այսպես մեծ կմաքրեմ, հենց միայն ձիթայուղով ու այս ամենահամեղ ձկները, շատ համեղ է այս ձուկը։ 4 հատ էլ ձուկ ունենք, մի խոսքով ջեռոց կդնեմ ձկները, կարտոֆիլի հետ, թարմ տնական մատնաքաշով կմբոշխնենք։ Հիմա մինչ խմորս թթվի, նստեցի սուրճս վայել եմ,
Էլենս էլ մեքենան դատարկեց։ Ու իմ քիչ հանգստանամ ու անցնեմ գործերիս։ Ստանում Էլենս գազերն է քերում, աղցան ենք պատրաստում, այսպես մի քիչ ընկույզ, գազար, աղ, ծեփփեր, սխտոր և սասեր։ Այմեն կարտոֆիլը արել եմ ձիթայուղ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և ռոզմարին, իսկ ձուկը, հեսա ցույց տամ, իսկ ձկան համար ունեմ այստեղ չորացած թարխուն, համեմելու եմ միայն աղ և թարխուն, ուրիշ ոչ մի բան չեմ անելու, մեջը մի փոքր կարակ կդնեմ փորիկի մեջ։ Այս կողմում էլ աղցանն է պատրաստ, արդեն կանաչի չեմ գցում, չունեմ թարմ կանաչի, չորացած էլ չեմ բանանում, լցնում, այսպես, այս թթվասերը ավելացրեցի, հիմա մի հատ լավ խառնեմ ու վերջ։ Ուրեմն 3 բաժին կլինի խմորը, ինքը երկուսը այստեղ է, մեկը այստեղ ավելի մեծ, իսկ մեկը որ փոքր է, սա համեմունքներով հաց հիմա կսարքեմ, այդ շատ են սիրում երեխեքը, երկուսն էլ մատնաքաշ։ Վերջ համեմել եմ, այն համեմունքներն եք անում ու այն կանաչիները ինչ որ սիրում եք։ Հիմնականում օրեգանոյով աշատ համեղ լինում, նանայով էլ, ցիտրոնով էլ, հիմա մի փոքր էլ նորից թափաթխի յուղ շաղ կտամ։ Վերջ։ Արդեն սև պղպեղ, աղ, սխտորի փոշի, կուրկումա, չգիտեմ, ինչ ուզում եք լցրեք, քրքում ինչ ուզում եք, մի խոսքով։ Մեկն արդեն պատրաստ է։ Երեխաների ցանկությամբ որոշեցի ես մեկն էլ սարքեմ, ու բայց շատ բարակ չեմ արել, որ որպես հաց էլ օգտագործվի։ Այսինքն եղավ 2 հատ այսպիսի համեղ հացիկներ եւ մի հատ մատնաքաշ մեծ։ Ուրեմն այսպես աղ եմ արել, այստեղ կարակ, լիմոն եւ թարխուն չորացած։ Այսպես։ Հիմա այստեղ էլ լիմոնը դնեմ։ Այս մյուսի մեջ էլ։ Այս կողքերն էլ այսպես կարտոֆիլը կդասավորեմ ու կտեղափոխեմ ջեռոց։ Վրան իհարկե ձիթապտղի ձեթ բան կանեմ, էլի լավ։ Այս մեկն էլ է պատրաստ։ Այստեղից արդեն այսքանն է մնացել ու մատնաքաշս։ Եկան դասանը։ Այստեղ էլ ձկնիկներն են եփում, հիմա նորից մի փոքր էլ էս իրա յուղից կլցնեմ վրան, որ այսպես չչորանա ձուկը։ Արդեն երեկոյան զբոսանքի ժամն է, այսօր Ալենի հետ ենք հանել բինգոյին զբոսանքի։ Պատտեմ տեսեք դուշ։ Արի դե, երիկա հաճած ձենդ կտրվեց։ Արի, գնա, տեղ չէ։ Սիրելիներս երեկոյան են ամենահաճելի ժամն է, որ ամեն ինչից բրծել ես ու ցանկուկների հետ խաղ ենք խաղում, այս խաղը սորի խաղը, լեյքա ալեն ու ծաղիքի հետևը մեր ծաղիք ունենք անգելին։ Դավայ, սկսեցինք, առաջինը ով հաղթեց, առաջի խաղը։ Դու։ Ու հետո ես։ Տեսեք, ես արդեն տուն եմ հասել, մտնում եմ տուն, մի հատ ամնացել, Զոյկան ստեղ ավան վերջանում աղաղ անգելը հելը չի սկսե, այսինքն պետք է ամեն իր հերթ հասնելց ինքը մի հատ 6 ունենա, որ սկսի։ Ես արդեն ստեղ եմ, ես արդեն 2 Բարի շաբաթ առավոտ սիրելիներս, ժամը 8-ն է, 8-նանց, մի ժամով պետք է գնամ աշխատանքի, քանի որ 3 վիրահատության ենք եղել, ուրբաթ օրը ու երբ որ ուրբաթ օրը վիրահատության ենք, շաբաթ օրը պետք է 1 ժամով գնանք, 10 պացիենտ ենք ունեցել, կեսը 2, աչքը կեսը 1-1, պետք է այսօր գնանք, որ իրենք գալիս են հաջորդ օրը վիրահատության, կատարախտի վիրահատության մասին է խոսքը, հաջորդ օրը գալիս են առաջին ստուգմանը վիրահատությունից հետո, երբ որ հանում ենք այդ շալեն, ու մի հատ էլ նորից այդ բան ենք անում, տեսողական տեստ ենք անում, աչքի ճնշումն ենք չափում ու բժիշկն էլ նայում է ու վերջ այսօր գնալու ենք մի ժամով մենակ ես ու բժիշկն ենք այնտեղ լինելու գնանք շուտ գանք ճիշտ է մի ժամա բայց դե որ գնում ես գալիս ես օրդ շաբաթ օրդ մի քիչ այսպես կես անգնում բայց դե գնամ շուտ գանք ու անցնենք մեր շաբաթօրյակին
հասանք տուն ու անմիջապես սպաս եմ պատրաստում։ Այստեղ ինձ մոտ կարմիր ցորենն է, մածուն ու հետո հենց սկսի եռալ ավելացնելու եմ կարագ, նեխուր եւ չորացած նանա։ Այդպես եմ սիրում մերոնք, համեմ չունեմ, բայց այս երկուսի համադրությունն էլ շատ համեղ է ստացվում։ Սկզբում կավելացնեմ նանան, կվերցնեմ Զոյկայի համար, հետո նոր կավելացնեմ նեխուրը, որտեղ Զոյկան նեխուր չի սիրում։ Mən եկել եմ այստեղ պատուհանները մաքրենք, ծաղիկներս եք ինձ սիրուն է ծաղկել երկրորդ հարկի, այսենց հիմա ջուր եմ լցրել մեջը, մի քանի րոպե մնա, սրանք էլ ջրեմ, տեսեք, անձրևի հետքերն է ամբողջությամբ, սրանք էլ հիմա դնեմ ջրեմ ու անցնենք մաքրության։ Եվ ինչպես ասացի, սիրելիներս, շաբաթօրյակ ենք անում, հիմնականում շեշտը դնում ենք պատուհանների, վարագույրների վրա, ինչպես տեսնում եք, Անգելինն ասա ինձ օգնական, իսկ տան մնացած անդամները բոլորն են մասնակցում շաբաթօրյակին, Էլենը, Ալենի, Զոյկայի հետ, երրորդ հարկում են աստիճաններ, այնպիսի գործեր դասավորության հետ, գրքեր, թղթեր, իսկ ես ու Անգելինաս այստեղ ենք, հիմա բարձերի այս երեսներն էլ եմ հանելու Լվան մինչ դրանք չորանա բազմոցն էլ մի հատ խոնավ մաքրում կանեմ, իսկ այս մյուս 3 բարձերը, որոնք ավելի փոքր են ու հարմար են լվանալուն, մեքենայով կլվանամ, ահա այստեղ հանել եմ վարագույրները, այստեղ այսպիսի վարագույրներ են, սպիտակները մեքենայով կլվանամ, իսկ սևերն էլ հենց այդպես լվացի, կախել եմ մի հատ ջրքանվի ու տանենք միանգամից պատուհանները մաքրեց Անգելինաս, կկախենք, ահա տեսեք սիրելիներս, անցել է մի ժամ երևի ու այսպիսի մաքրություն է, մաքուր, թարմ, ամեն ինչը, մնում է միայն բազմոցի այդ բարձերն էլ չորանան, բերեմ դրանք էլ կքաշեմ ու վերջ կհամարենք ավարտված, քանզի ջահը ամեն ինչ մաքրել եմ, ուղղակի այն որ չի եթերում կադրում չի երևացել, որովհետև նկարելով երկար էր տևում, իսկ սա 2 սենյականոց մեծ բնակարան է այս մեկը ու ահագին ժամանակ է պահանջվում ամբողջը մաքրելու, դասավորելու համար։ Սրանք արդեն չորացել են, այստեղ էլ ես հենց նոր բան ունեմ, ծածկոց ունեմ, այսինքն վրան գցելու համար սենց փափուկ, հենց իր գույնին համապատասխան կդնեմ ես անկյունում, մի հատ արագ անցկացնեմ, սիրուն են, հենց օդը փոխվել է, այս վարագույրները, որ լվանում ես, տանոթը մի անգամից փոխվում է, սիրելիներս վերջ, շատ լավ մաքրվել է, շատ փափկությունը, այս բազմոցը շատ եմ ցույց, շատ փափուկ է, այսպես ընդեղել են ծածկոցը, մնում է այս կողմի 3 հատ փափուկ բարձերը ու վերջ։ Սիրելիներս, գործերը վերջացրինք, իսկ հիմա վայելելու ժամանակն է, տեքրենք են գալիս, որ քեբաբ պատրաստենք, ահա այստեղ սոխն եմ աղում, հետո միսը, ես ու տեքրս ֆարշի պատրաստման, խճողակի պատրաստման գործընթացի մեջ ենք, Վիտոն դրսում արդեն կրակն է վառում, մի խոսքով ամենքս մի բանով զբաղված ենք, ահա սոխը աղացի, այստեղ էլ միսն եմ աղում, մի անգամից խճողակն էլ արդեն պատրաստ է, դրսում արդեն կրակը վառել են, անցել է ժամանակ, միսը սառել է, չնայած որ արդեն իսկ սառած էր, շատ երկար ժամանակ պետք չէր սառելու համար, մի խոսքով սկսենք։
Սիրելիներս, 1 գավաթ վարդագույն գինի, մի կտոր քաբաբ եւ մոռանում ես արդեն հոգնածության մասին, իսկ այստեղ էլ իմ աղջիկները ուտում են կարտոֆիլ, քանի որ իրենք չեն կարող ուտել քաբաբ, ու այնպես էլ չի որ շատ նեղվում են։ Ահա այստեղ պատրաստ է, երեխաները ներսում են ուտում, իսկ մենք էլ որոշեցինք դրսում ներս չգնալ, դրսում հենց այսպես կրակի մոտ վայելել երաժշտություն, վարդագույն գինի եւ մեր ձեռքերով պատրաստած համեղ քաբաբը։ Դե կերանք կշտացանք, հիմա այն ամենասիրելի պահն է, երբ սուրճ ենք եփում կրակի վրա ու էլ ավելի հաճելի պահ է մոտենում, կրակը թեժացրել ենք, խարույկ ենք դարձրել ու բոլորով կողքը հավաքված վայելում ենք այս տաքությունը, զրույցներ ենք անում, հիշում ենք հին օրերը, մի խոսքով այսպես մինչև կեսգիշեր։ Սիրելիներս, սա էլ մի փոքր հատված, որ կիսվել է Instagram-ում, մի խաղաղ երեկո է հիմա երգի ներքո, մի խոսքով այսքանով ուզում եմ ավարտել տեսանյութը, լավ եղեք, առողջ եղեք եւ մի մոռացեք ձեզ համար էլ ժամանակ տրամադրել, քանի որ մենք շաբաթվա ընթացքում ծախսում ենք մեր ողջ էներգիան եւ մեզ պետք է ինչ-որ մի տեղից նաեւ լիցքավորվել, լիցքեր ստանալ, որպեսզի ինքներս մեզ չսպառենք։